Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, այսպես մի քիչ ավելի կենցաղային թեմայով սկսենք զրույցը մեր։ Տեսեք, Գյումրի համայնքը արդեն այսօր ունի նոր քաղաքապետ, ընտրվեց Վարդան Ղուկասյանը, չստացվեց, իշխանությունները ձախողվեցին, չկարողացան հավաքել մեծամասնություն, ձախողվեց նաև Պիևրակվեն, որը որպես այլընտրանքային ուժեր ներկայանում, այսինքն ոչ նախկին, ոչ ներկա այդ տրամաբանությունից դուրս։ Մի խոսքով ունենք այն ինչ որ ունենք, բայց ունենք նաև հետաքրքիր մի շատ իրավիճակ, երբ ընտրված քաղաքապետը հայտարարում է, առաջին հայտարարությունը ըստ էության քաղաքական հայտարարություն է անում եւ հայտարարում է, թե ինքը կողմնակից է Հայաստան եւ Ռուսաստան դաշնակցային պետություն ստեղծելուն, ընդ որում Բելարուսի օրինակով։ Հիմա սա արդեն մենք որպես նորմա պիտի ընդունենք, թե այնուհանդերձ ինչ որ բան այնտեղ այն չի։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, Լևոն։ Ես ինչից ուզում եմ սկսել։ Գիտեք, մենք պետք է սովորենք կիրառել օրենքները։ Ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ցանկացած պաշտոնյա, ով քար է շպրտում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետք է քրեական օրենսգրքով դատվի։ Եթե դա լուրջ է ասված, եթե իրոք Վարդան Ղուկասյանը Ղուկասյանը իմ հիշելով վերջին անգամ անլուրջ բան երբեք չի ասել, շատ լուրջ է։ Չէ, գիտեք ինչ, այստեղ նյուանսներ կան, պետք է փակագծերը բացի, պետք է ասի համաձայն է սահմանափակել Հայաստանի Հանրապետության իրավունքները, սուվերենությունը, քանի որ այդ ընդհանուր պետության գաղափարախոսությունը դրա մեջ մտնում է նաև սահմանափակումներ մեր ազատությունների, մեր սուվերենության։ Եթե իրոք ինքը հասկանում է ինչ ասեց, ուրեմն պետք է սկսի մեր պատկան մարմինները քրեական գործ հենց սուվերենության ոտնահարման հետ կապված։ Եթե ինքը ուղղակի չգիտի դա ինչ է նշանակում, ուղղակի տերմին է օգտագործում է, դա այլ բան է, պետք է պարզաբանի։ Երկրորդը, գիտեք, ես ինչ խորհուրդ կտամ մարդկանց, ովքեր ընտրվում են տարբեր ճանապարհներով, ընտրվում են քաղաքապետեր, գյուղապետեր կամ այս ձևի պաշտոնյաներ, թող զբաղվեն իրենց գործերով։ Սահմանադրությունը շատ հստակ ասում է. Գյումրի քաղաքապետը, Վանաձորի քաղաքապետը ինչով իրավունք ունեն զբաղվել, մանդատ ունեն, հասկանում եք։ Ազգային ժողովի պատգամավորը իր մանդատը ունի, նախարարը իր մանդատը ունի, ուրեմն թող զբաղվեն իրենց գործով։ Ընտրվել է այս մարդը Գյումրու քաղաքապետ, թող Գյումրու հարցերով զբաղվի։ Դա ինչ գործն է կենտրոնական իշխանության ֆունկցիաները իր վրա վերցնել։ Հիմա տեսեք, բայց այնուհանդերձ մնան Գյումրիում մի եւս կարճ ժամանակահատված քաղաքական մի խումբ գործիչներ, ասեմ, խմբակներ, ասեմ, շրջանակներ, ասեմ, պնդում են, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, դա Հայաստանում իշխանափոխության սկիզբն է, այսինքն այնտեղ համատության եզրեր են դրվում արդեն համապետական ընտրությունների հետ, այն դեպքում, երբ ասենք, որքանով որ ես գիտեմ, Հայաստանի համայնքների մոտավորապես 55 կամ 56%-ում իշխանությանը ընդդիմությունն է։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը չի։ Այնտեղ քաղաքացիական պայմանագիրը իմ ասած համայնքներում ընդդիմությունն է հենց ինքը։ Հիմա ըստ ձեզ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, ինքը ազդեցություն ունենալու է համապետական իրավիճակի վրա, թե այսպես ինքը լոկալ խնդիր էր, լոկալ խնդիրը լուծվեց, անցանք առաջ։ Եթե իշխանությունները եզրակացություններ, ճիշտ եզրակացություններ անեն, ինչու փառաքարում հիմա Գյումրիում պարտվեցին, վերլուծեն, օբյեկտիվ, առանց էմոցիաների, չսկսեն գցել նախկինների, այսօրվանների, չգիտեմ, նեյտրալների, ոչ ոքի վրա չգցեն, ուղղակի իրենց սխալները ուսումնասիրեն, գլխավոր դժգոհությունը մարդկանց ինչից էր գալիս այդ քվեարկությունների ժամանակ, եւ Փառաքարում, եւ Գյումրիում։ Եթե ճիշտ անեն, սա չի ազդի համապետական ընտրությունների։ Իսկ ձեր կարծիքով հիմնական դժգոհության աղբյուրը որն է։
Դա ոչ թե գալիս էր սոցիալական իրավիճակից, այլ գալիս էր իմ կարծիքով բանակցություններից Ադրբեջանի հետ։ Եթե դուք նկատել եք այդ նույն Վարդան Գուղասյանը, այն էլի 3 ընդդիմադիր ֆրակցիաները, հիշում եք, ինչի մասին էին գլխավորությամբ խոսում։ Արցախի թեմայից, խոսում են թեմայից, որ անընդհատ Հայաստանը գնում է զիջումների, օգտագործեցին իրոք հարցեր, որոնք ցավոտ են, բաց խոսենք, մենք էլ մեկ-մեկ դիտողություն ենք անում, փոխանակ կենտրոնանային Գյումրու հարցերի վրա, առանքում Գյումրու հարցերից էին խոսում, բայց իրանք շատ լավ հասկացան, որ ցավոտ են հարցերը, գիտեք, երբ որ քեզ նսեմացնում է անընդհատ Ադրբեջանը, ելույթներ ունենում Ադրբեջանի ղեկավարությունը, անընդհատ դու ստիպված ես մոնևրել, զիջել, միգուցե դա նաև ճիշտ է, մոնևրել, որ պատերազմը չլինի, բայց մարդը այլ ձևով է ընկալում։ Ես կարծում եմ, այդ գործոնները բացի դրանից այլ գործոններ էլ կային, հիմա այդ գործոններից չեմ ուզում խոսել, բայց գլխավոր գործոնը նա էր, որ ոչ միայն Արցախի հարցը, հասկանում եք, ընդհանուր այս process-ը, որտեղ որ մենք ինչ որ կորուստներ ենք ունենում, որտեղ որ մենք գնում ենք զիջումների, դա ներկայացված էր որպես ոչ թե փոխադարձ զիջումներ, այլ միակողմանի, առանձին դեպքերում միակողմանի են, առանձին դեպքերում փոխադարձ, բայց իրանք կարողացան ապացուցել, որ իբր միակողմանի զիջումներ են։ Այս ֆոնը շատ բացասական դեր խաղաց, հիմա եթե իր հրետորաբանության մեջ կառավարությունը փոփոխություն մտցնի, նույնիսկ հրետորաբանությունը շատ մեծ դեր է խաղում, երբ որ նույնիսկ դու ուզում ես ասել, որ դու գնում ես զիջմանը, բայց շատ կարևոր է։ Գիտեք, ոնց է մատուցում նաև դա շատ կարևոր է։ Իրենք օգտվեցին նաև օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներից կարողացան անել ու երկրորդ գործոնը, որի մասին շատ քիչ են խոսում, պնդում են Ռուսաստանի մատը խառներ այս ընտրությունների մեջ։ Ես ուզում եի դա ձեզ հարցնեի, որովհետև Տիկին Ադամյանը այստեղ ինսյուր եղած ժամանակ Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ համերը բառացիորեն նույն պնդում արեց, ու ասեց, որ Գյումրիի ընտրություններում ակնհայտ է ռուսական հետքը։ Ինչով է դա հիմնավորվում։ Գիտեք, մի քանի գործոններ ցեղ կային։ Նու առաջինը տեխնացուները ու առաջերտին նույն Վարդան Գուղասյանը օգտագործեց, չէ՞, ասել ռազմական բազան ստեղա, մեզ պաշտպանում է թուրքերից, օգտագործեց այն կոնցեպտը, որ իբր ռազմական բազան ռուսական պաշտպանում է հնարավոր Թուրքիայի հարձակումից։ Միջդեռ եւ Արցախի զարգացումները եւ Արցախի պատերազմից հետո զարգացումները ցույց տվեցին, որ ռուս սահմանապանները կամ ռուս զորքերը չեն աջակցում։ Նշանակություն չունի խաղացին այն հին մաշված այդ գաղափարների։ Բացի դրանից օգտագործեցին այդ փաստը, որ այ Ռուսաստանը այդքան բան կառուցեց, մենք այս իշխանությունը շնորհակալ չի, մոռացավ, միջդեռ հենց այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանը միջև վերջ հավատում էր, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունները։ Ու բացի դրանից ակնհայտ է դա, որ ինֆորմացիոն դաշտում Ռուսաստանը իր դերը խաղաց, եթե մեր պատկան մարմինները ուսումնասիրեն նայեն, կտեսնեն ինչքան ակտիվ էին այդ Telegram կանալները, տարբեր հոսանքները ինֆորմացիոն, բացի դրանից պրոռուսական ուժերի ԶԼՄ-ները, նու կաներեք էլի, իրենց ակտիվությունը ու ագրեսիվությունը Գյումրիում ապշեցուցիչ էր։ Միտքս ինչու՞մ է։ Այդ բոլոր գործոնները խաղացին ու ազդեց Ռուսաստանը։ Այդ ոնց է Մոլդովայում ընտրությունների ժամանակ Ռուսաստանը ազդեց ու հաշվարկ արեցին, նույնիսկ տեսան, որ 5-ից 10% ազդեցություն տվեց Ռուսաստանը։ Հիշում եք այդ, որ Երևանի ռեյսով Կիշինյով թռնող Ռուսաստանից մարդիկ, որ փող էին տեղափոխում, շատերը չէին հասկանում ինչի հետ է կապված։ Մոլդովանը ժամանակավորապես հիշում եք, նույնիսկ այդ ռեյսերը փակում էր, չէր թողնում, քանի որ մեծ քանակությամբ փող էին մտցնում։ Ինչու՞, որ կաշարեին մարդկանց գային կանխիկ փող, որը չի հետևել, որին հնարավոր չի։ Բայց Մոլդովայի իշխանությունները պայքարեցին։ Իմ կարծիքով մեր իշխանությունները թերագնացեցին այդ վտանգները։ Այդ վտանգները փողի գործոնը, այսինքն Հայաստանում կային մեկը, որը թերագնահատում է Ռուսաստանի գործիքակազմը։ Այո, իշխանությունները թերագնահատեցին։ Ես ասեմ ձեզ, դա ինչի հետ է կապված։ Դա էլ կարելի է հասկանալ։ Առաջին իշխանությունը այնուամենայնիվ Ռուսաստանը չի դիտում որպես թշնամի պետություն։
Իշխանությունը չի դիտում։ Մենք որպես փորձագետներս առանձին դեպքերում ասում ենք, ոնց դա թշնամական է, բայց իշխանությունը դա չի դիտում ու չի էլ ուզում դիտել, ինչը կարծես թե տրամաբանական է, բայց Ռուսաստանը չի նայում, դու լավն ես, վատն ես, նախկին դաշնակից էր, այսօրվա դաշնակից, հետևողական աշխատում է, եթե դու չես պաշտպանվում։ Արդյունքը սա է ու մյուսը։ Իրոք իշխանությունները հավատում էին, որ ռեյտինգը բարձր է ու նաև դա էր պատճառը։ Եթե դուք հիշում եք, միջև նախընտրականը Նիկոլ Փաշինյանը, երբ որ Գյումրի գնաց, ինչ ասեց, կան նախկինն ու ներկա, բոլորը նախկին են ու մենք ենք։ Հիմա ժողովուրդ դուք ընտրեք ու գնաց։ Իրոք ինքը հավատում էր, որ 50% գումարած մեկ ձայն ԿՊ-ն կհավաքի։ Եթե իր շուրջ կանգնած մարդիկ մի քիչ բացեին փակագծերը, անկեղծ ասեին, որ փոխվեցին տրամադրությունները, ու դա նորմալ է, որ փոխվեցին տրամադրությունները։ 7 տարի է իշխում է, այսօրվա իշխող ուժը բարձր դժգոհություն կա, շատ ցավոտ process Արցախի հետ կապված էր, այլ խնդիրներ լիքը կան, չէ՞, ամեն օր ինչ որ խմբեր մարդկանց հարցեր են բարձրացնում, ժողովրդավարության մեջ դա նորմալ է։ Ու իշխանությունը պետք է վերլուծեր ու հասկանար, որ չի ստանա ինքը 50%-ից ավել, կստանա 35%, 40%, բայց չի ստանա, ուրեմն պետք է խրախուսի ու աճացնի, ոչ թե արհեստականորեն, այլ խրախուսի, որ բազմակուսակցությունը զարգանա ու այլընտրանքներ Երևան, ու հետո այդ այլընտրանքների հետ դաշինք կազմի։ Ես կարծում եմ իշխանությունը ստեղ մտածում էր, որ ստեղ կկարողանա 50%-ից ավել հավաքել։ Քանի որ խոսք գնաց Ռուսաստանից, տեսեք, վերջին շրջանում Ռուսաստանում տարբեր գործիչներ, տարբեր դրամաչափի, արտաքին գործերի փոխնախարարից սկսած, վերջացած Մարգարիտա Սիմոնյանով, այսպես անընդհատ, անկեղծ ասենք, էլի սպառնում են Հայաստանին, որ գիտեք ինչ կա, ձեր ընտրությունը դեպի Եվրոպա գնալը կարող է էապես վնասել Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ռուսական հանրապետությանը, Հայաստանին կվնասի, որ երկու աթոռի նստել հնարավոր չէ, որ Եվրամիությունը ԵԱՏՄ-ի այլընտրանքն է, ոչ թե կարող դրանք զուգահեռ այսպես գնացող գործընթացներ են, այսինքն կամ-կամը ինչ որ մի պահի պիտի լինի։ Մարգարիտա Սիմոնյանը ընդհանրապես ավելի հեռու գնաց հայտարարելով, որ եթե հայ-ռուսական հարաբերությունները փչանան, Ռուսաստանը դրանից կտխրի, Հայաստանը չի լինի։ Հիմա տեսեք, քանի որ նաև խոսք գնաց Արցախի թեմայով, Արցախի երկրորդ պատերազմից հետո, հատկապես Արցախի հայաթափումից հետո Ռուսաստանը Մոսկվայում չեն կարող չիմանալ, որ Հայաստանում Ռուսաստանի վարկանիշը սարսափելի ցածր է։ Եվ այդ ֆոնի վրա, այդ համապատկերում պայքարել Հայաստանում այսպես իշխանության գալու համար նման ձևով հրապարակային հայտարարություններ անելու տրամաբանությունը որն է, որովհետև Ռուսաստանում չեն կարող չիմանալ, որ դա հայաստանյան հասարակության վրա այսպես կարմիր լաթի էֆեկտ է թողում։ Պատճառներից մեկը, ինչու Ռուսաստանը այդքան պահում է լկտի մեր նկատմամբ, հիմա դուք բերեցինք օրինակը այդ Մարգարիտա Սիմոնյանի, Մարգարիտա Սիմոնյանից հետո երկրորդ օրը Միխայել Գալուզինը փոխարտգործնախարար Ռուսաստանի։ Այո, շատ կոշտ հայտարարություն արեց։ Հիշում եք, միջև այդ Մարիա Զախարովան, Սերգեյ Լավրովը բոլորը մեզ վախացնում են։ Ու ես մի հարց մենակ ունեմ։ Էս ինչի չեն վախացնում Ադրբեջանին։ Ադրբեջանը մի ամիս թե երկու ամիս առաջ Սպուտնիկ Ադրբեջանը փակեց։ Դոմ Ադրբեջան կամ այս Դոմ Մոսկվի Ռոսսատրուդնիչստվայի օֆիսները փակեց։ Դա լուրջ պուտինյան քաղաքականություն է։ Դուք լսել եք, որ սպառն են Ադրբեջանին։ Պատճառները մի շարք են, բայց պատճառներից Սալավյովը մի քիչ տխրել էր, ես այդ։ Հա, բայց այդպես բաց սպառն։ Պատճառները տարբեր են, բայց նաև գիտեք որն է պատճառը։ Իրանք չունեն 5-րդ շարասյուն։ Իրանք չունեն ներսում ուժեր, որոնք պատրաստ են հրաժարվել անկախությունից, սուվերենությունից, պատրաստ են մտնել այդպես կոչված միութենական միություն։ Իրենք նկատի ունեք Ադրբեջանը։ Այո, Ադրբեջանում դա չկա։ Հիմա ես հասկանում եմ, այնտեղ ազատություններն էլ չկան, ժողովրդավարություն, բայց ֆորմալ չկա, չէ՞։ Դրա համար իրենք այնտեղ գորան չգորան հասկանում են, գործ կունենան Ալիևի հետ։ Դրա համար զգուշավոր են։ Մեզ մոտ կա պրոռուսական ուժեր, կան ուղակի դրանց մեջ հակապետական տարեր, որոնք ասում են
կմտնենք չգիտեմ ինչ, չգիտեմ ուր, կոպիտ ասած կասկածի տակ են դնում սուվերենությունը Հայաստանի ու Ռուսաստանը գիտի իրանց վրա կարող է հենվել, կարող է օգտագործել Հանուն արդարության ասեմ, ուղղակի պրոարևմտյան ուժերի մեջ էլ սրիկաներ կան, էլի, ուղղակի որ հավասարությունը Չէ, բայց դուք ճիշտ եք ասում։ Այդ մարդը, որը ասում է ես պրոեվրոպական եմ կամ չգիտեմ պրոամերիկյան են, պետք չի մտածել, որ բոլորը այդ կամ ազնիվ են կան ներդրված մարդիկ այս դաշտում, ուրեմն ես այդ համաձայն եմ, բայց նորից կրկնում եմ Երբ որ ես խոսում եմ մեր քաղաքական դաշտի մասին, այո, կան տարեր, որոնք կասկածի տակ են դնում մեր սուվերենությունը։ Ու դա ավտոմատ ստեղծում է Ռուսաստանի հանրան, հենարան սպառնալ, հենվել այդ մարդկանց վրա, նաև ընտրությունների ժամանակ, այդ որ մենք ասում ենք, հիշում ենք իշխանություններին, էֆեկտիվ պայքար եք, դժվար է, բայց էֆեկտիվ պայքար եք կրիմինալի դեմ։ Տեսակ տարբեր ձևերով կրիմինալը գլուխ է բարձրացնում, տարբեր տեղերում բացահայտվում է, նույնը ասենք, երբ որ խոսում ենք նախկին կոռուպցիոն համակարգի մասին։ Եթե դու էֆեկտիվ չպայքարեցիր, այդ փողերը ուր պետք է գնան։ Պետք է վերջո գան արտահայտվեն ընտրությունների ժամանակ, չէ՞, տարբեր ձևերով։ Այս գործոնները աշխատեցին, բայց կարևորագույն գործոնը, որը օգտագործում է Ռուսաստանը, ներսում կան ուժեր, ում վրա կարող է հենվել։ Ինչ եք առաջարկում։ Գիտեք ինչի համար եմ հարցնում, տեսեք։ Արձազրույցի ամենասկզբում ասացիք, որ Հայաստանում կան օրենքներ եւ այդ օրենքները պետք է խստագույնս աշխատեն։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը եւ այս մնացած այս ամենին։ Հիմա եթե, ասենք, պայմանական Պողոս Պողոսյանը հայտարարում է, որ ինքը միութենական պետության կողմնակից է, ընդ որում ես ձեզ հիշեցնեմ մի տարի առաջ այստեղ նույնիսկ համագումար արեցին այդ թեմայով հարգարժան պարոն Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ։ Ոչինչ չեղավ դրանից հետո։ Հիմա բայց եթե լինի ինչ որ բան, այստեղ Ռուսաստանը ասելու է դուք իմ բարեկամների հետ դաժան ես վարվում, այդ դուք իրանց քաղաքական հետապնդումների եք ենթարկում, տանում եք փակում եք այն հերո տեղերում, դա ոչ բարեկամական քայլ է։ Հիմա ինչ անի իշխանությունը։ Շատ լավ հարց է, պատասխանը իմ կարծիքով միակ պատասխանը ես հիմա կասեմ։ Այո, տարբեր ձևերով պետք է լուծել հարցերը, բայց մի սովորենք օգտագործել օրենքը, որ ոչ ոք քո վրա չնեղանա։ Ասենք նույն Ռուսաստանը չկարողանա մանիպուլյացնի քեզ։ Օրենքի համաձայն սպառնալիք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ դա կլինի դրսից, դա կլինի ներսում ինչ որ քաղաքական ուժի, որը հաշականի տակ է դնում մեր սուվերենությունը, քրեականով կարող ես հետապնդել։ Ինչ արեց Մոլդովան։ Լավ, հերու չգնանք, էլի։ Չեմ ուզում հիմա մտնել Եվրոմիության պետություններ, կասեք դե ընդ Եվրոմիությունն է։ Մոլդովան մեզ հետ միասին այս տրանզիտի մեջ է, ժողովրդավարության տրանզիտի մեջ է։ Իրենք շոր կուսակցությունը հայտարարեցին օրենքից դուրս։ Երբ որ հիշում եք շոր կուսակցությունը ընտրությունների ժամանակ նույնիսկ չէր թաքցնում, որ Գազպրոմից փող է վերցնում։ Շոր կուսակցության լիդերը Շոր ազգանունով, այդ օլիգարխը հիմա փախած է։ Գործ հարուցեցին։ Նույնիսկ չեն էլ նստացրել, դեռ գործ հարուցեցին շատ փախան։ Կուսակցությունը արգելեցին, ավելի ճիշտ սառեցրեցին իրանց գործունեությունը։ Մեզ մոտ ակնհայտ կան եւ կուսակցություններ փոքր մեծ, որոնք այդ ձեր ասած բաները բարձրացնում են։ Ելույթները հրապարակային են, չէ՞։ Օրենք կա, կիրառեք օրենքը կտեսնեք, որ շատ բաներ տեղը տեղին կնստեն։ Ու նույն փողերը լվացումը տարբեր մեխանիզմներով դա գալիս է Ռուսաստանից, Հայաստանի ներսից շատ բարդ կլինի։ Եթե օրինակ այս ձևի կուսակցություններ թող փոքրը լինի, նույնիսկ որը շանս չունի անցնելու, որը հայտարարի, որ կասկածի տակ է դնում սովերանությունը դու փակես օրենքի համաձայն, ոչ թե ես ասում եմ ուժով կամ ինչ, դուք տեսնեք ոնց է մաքրվելու իրավիճակը։ Գոնե թեթևանալու է։ Բայց երբ որ դու բան չես անում, parza լկտի անում են ու ես դες ասեմ, Գյումրի օրինակը, նույնիսկ եթե հիմա ընտրված քաղաքապետը արեց սխալ քաղաքական հայտարարություններ, նույնիսկ եթե հետո զգուշավոր լինի, չի միջամտի այլ հարցերի, բայց դրա շուրջ
ուժերը, նաև այդ պրոռուսական ուժերը Հայաստանում կօգտագործեն, որ այդ օրինակը ես կասեի այդպես զարգացնեն, ասեն տեսակ սկսվեց իշխանափոխությունը։ Հիմա ես չեմ ասում, եթե սխալ անի իշխանությունը, բարձր պետք է քննադատենք, ինչ որ մարդիկ ձայն չեն տա, բայց ես չեմ ուզում, որ այդ իշխանափոխությունը արհեստական դրսից հրված լինի։ Էս է իմ ասածը։ Հիմա Հայաստանի վրա կան մի շարք ճնշման գործիքներ, որոնք կիրառվում են, այդ թվում նաև Ադրբեջանը։ Այսպես ընդունենք, որ Ադրբեջանը որոշակի իմաստով նաև գործիք է հանդիսանում։ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ տարակարծությունները վերացվել են, որ 17 կետ արդեն համաձայնեցված է, ցանկացած պահի կարող է ստորագրվել, դրանից հետո արդեն սկսվեց նոր ոդիցական ասեմ երևի, արդեն Բաքուն սկսեց ձգձգելու նոր նախապայմաններ առաջ քաշելու, այդ ընթացքում էլի փորձեցին վերակենդանացնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի թեման, ընդ որում անսպասելիորեն հանդիպեցին Չինաստանի լուրջ դիմադրությանը։ Հիմա ձեզ ինչ ուղղությամբ են գնալու հայ-ադրբեջանական բանակցային այս գործընթացները, հատկապես եթե հաշվի առնենք, որ իրոք գոնե տպավորություն կա, որ Ադրբեջանը այս պահին որևէ բան ստորագրելու մտադրություն չունի։ Նայեք, Ադրբեջանը ինչու չի ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Իմ կարծիքով պատճառներից մեկը նա է, որ զգում է, որ կարող է էլի բան կորզի մեզանից։ Շատ բնական է։ Ալիևը հասկանում է, մենք ծանր վիճակում ենք, մեր կառավարությունը մանևրում է, խաղաղության օրակարգը ես միանշանակ ողջունում եմ, բայց նյուանսներ կան, չէ։ Հիմա Ադրբեջանը անընդհատ ուժեղացնում է ճնշումը, մերոնք անընդհատ գնում են ինչ որ զիջումների, որոնք ինչ որ խելքի մոտ բան ունեն, բայց պարզա հասարակության մեջ դա առաջացնում է դժգոհություն։ Հիմա եթե Ադրբեջանը ստորագրի, շատ կուժեղանան դիրքերը այսօրվա իշխանությունների Հայաստանում, չէ, եթե ստորագրի, ի վերջո իշխանությունը կասի, տեսակ, մենք խոստում տվեցինք խաղաղություն, ի վերջո պայմանագիրը ստորագրեցին, ուրեմն ավտոմատ հավանականությունը պատերազմի իջնում է, մենք բոլորս հասկանում ենք, դա դրական ինչ որ չափով կաշխատի, բայց կա Ռուսաստանի գործոն։ Ռուսաստանը ասում է. Ալիև, մենք քեզ տվեցինք, չէ, Ղարաբաղը։ Դու գոնե գիտես, որ դու չես կրե։ Մենք հանձնեցինք քեզ Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը։ Հիմա դու պարտք ես։ Դու պետք է Հայաստանին ճնշես, որ միջանցքը կոպիտ ասած, միջանցքը մենք վերահսկենք։ Դա է պատճառը, որ կաշկանդված է Ալիևը։ Ես չեմ ասում, որ ինքը ուրախությամբ ուզում է ստորագրել։ Ինքը հա ուզում է մեզանից փոկել, բայց ինքը չի կարող, ինքը պարտք ունի Պուտինին։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը ձգձգում է Պուտինին էլ ինչի համար է պետք, ոչ միայն միջանցք, նաև ինքը ուզում է ազատվել այս իշխանություններից, քանի որ այս իշխանությունները ցանկացած դեպքում ժողովրդավարական են, թերություններ կան, բայց ժողովրդավարական են, ու երկրորդը, այս իշխանությունները սկսեցին մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել։ Բարձր Ռուսաստանի դա դուր չգալիս։ Ուզում է գցել մեր իշխանություններին։ Դա է պատճառը, որ նաև որ Պուտին ասում է մի ստորագրի։ Եթե ստորագրես, Նիկոլ Փաշինյանը կուժեղանա։ Ու այս վիճակի մեջ մենք բավական երկար կլինենք։ Բայց այդ ձեր ասած պարտք ունի նաև Թուրքիային։ Թուրքիան ասում է եղբայր, վաղը գնա ստորագրի։ Թուրքիան շտապում է, ակնհայտորեն շտապում է ու շտապեցնում է Ադրբեջանին, ասում է վաղը գնա ստորագրի։ Ես որ ձեր ժամանակը ունեմ, որ ձեր ներվերը ունեմ։ Ինչու՞։ Ես համաձայն եմ, որ Թուրքիայի դերը զարմանալիորեն, բայց այդքան վատը չի։ Քանի որ Թուրքիան այսօր պետք է Եվրոմիությունը։ Թուրքիան գիտեք, ուզում է Եվրոմիության հետ այդ մաքսային պայմանագիրը վերաթարմացնել, կենսական նշանակություն ունի Թուրքիայի տնտեսության համար։ Բացի դրանից, հիմա քանի որ Եվրոպան մտած անտեր, ինքը Եվրոպան պետք է կառուցի իր անվտանգությունը, քանի որ Տրամպը զգուբ է։ Տրամպը ասում է՝ տղեկ, ձեր անվտանգությունը ձեր վրա։ Ավտոմատ դա նշանակում է Եվրոպան հիմա համախմբվում է ու այդ process-ը գնում է, հիմա Թուրքիան չի ուզում դրսում մնա։ Ինքը ասում է Եվրոպա, ես պատրաստ եմ անվտանգային հարցերով ձեզ հետ համագործակցել ու հիշում եք Անտալիայում այդ ֆորումի ժամանակ Էրդողանի ելույթում դա կարևորագույն մասն էր։ Հա, կարմիր թելով է դրանց։ Այո,
Հիմա Եվրոպան ասում է շատ լավ, բայց բացի դրանից, որ ժողովրդավարության տարեր պետք է լինեն կոմոդ, Եվրոպան ասում է լավ, բաց սահմանը Հայաստանի համար, քանի որ Եվրոպայի համար շատ կարևոր է, որ նույն Հայաստանը, նույն Վրաստանը այդպես ամբողջությամբ անտեր չլինեն, բացի դրանից Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարևորագույն հայտարարություն արեց։ Ինքը ասեց Թուրքիա բացի սահմանը, որ ապրանքները նաև այդ թվում Թուրքիայով, Կովկասով, Հայաստանով, Ադրբեջանով գնա կենտրոնական Ասիա, դա մեր շահն է, ու դա բես բոլորիս լավ կլինի։ Այդ իմաստով համընկնում են շահերը Թուրքիայի Եվրոմիության այսօր, այս վիճակում։ Դա է պատճառը, որ իրոք Էրդողանը հորդորում է Ալիևին, բայց Ալիևն էլ ինքը բռնապետ է, չէ, ավտորիտար լիդեր է, գիտեք, էությունը մարդը չի կարող փոխել։ Ինքը զգում է, որ ուժեղ է սորջ, իմիջիալ սխալվում է, մենք խելքի գալիս ենք, բայց ինքը զգում է, որ շատ ուժեղ է, այդպես է մտածում, ու ինքը չի ուզում կանգնել, ուզում է ել ավելի շատ բաներ փոխել մեզ։ Ենթադրություն կա, որ Անկարան հաշվարկել է, այսպես որ այդ ստատուս քվոն, որը հիմա կա, դա լավագույն տարբերակն է, որ վաղը այդ ստատուսն չի լինելու։ Այսինքն նաև շտապում է դրա համար, այսինքն այսօր ինչ որ հնարավոր է ստորագրի վաղը դրա հնարավորությունը չի լինելու։ Այո, այս ձևի դրական Ադրբեջանի համար չի լինի։ Բացառվում է դա։ Գործող իշխանությունները բավական կառուցողական են։ Մեկ էլ չեք հնադատում ենք, ասում ենք դե շատ եք զիջում, կանգնեք, ուրեմն դա շատ ձեռնտու է Ալիևին, բայց Ալիևը էյֆորիայի մեջ է։ Էրդողանը ոչ։ Դա է պատճառը, որ Թուրքիան ասում է կանգնել, ստորագրենք, հետո առաջ գնանք։ Ես պնդում եմ, որ եթե պահը բաց թողի Ալիևը, իրոք ոչ մի դեպքում հետո չի ունենալու, նույնիսկ այս իշխանությունների հետ այս ձևի լավ պայմաններ։ Ասենք, որ Հայաստանը համաձայնվի ԵԱԿ-ի Մինսկի խմբից հրաժարվել, որ Հայաստանը սահմանադրությունը փոխի, բայց գործող իշխանությունները, ես քաղաքականությունը հասկանում են, իրենք նույնիսկ այս միջանկյալ զիջումների գնում են ինչու, քանի որ փաստաթուղթը ստորագրված շատ է ուժեղացնելու Հայաստանը։ Հասկանում եք, բացի նույն ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ Հայաստանից է կախված, ոչ էլ Ադրբեջանից։ Այդ շատ լավ հարցապնդում եք, կիսում եմ, բայց Ադրբեջանը պահանջում է։ Ու մերոնք ինչ են անում։ Պահա կդիմենք։ Հա, մենք կդիմենք։ Այո, բանի ուղեղում պահպանելով, որ օրինակ վաղը Ֆրանսիան կասի, լավ, համաձայնեք դուք, բայց մենք չենք ծրում։ Դուք գիտեք, առանց Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների չես կարող։ Ոչ միայն 38 երկրի համաձայնություն պիտի լինի։ Գումարած այն Մինսկի խմբից, որ նախաձեռնել է, գումարած գիտեք, չէ, պետք է մտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, այդ մանդատը հաստատված է, այնտեղ բարձ է։ Դրա համար մերոնք մի քիչ հանգիստ համաձայնվում են, բայց նույնիսկ դա չի ստանա կյանքում Ադրբեջանը մեր կողմից, եթե հիմա կառուցողական չլինի։ Եվ այսպես փորձենք ամփոփելով, տեսեք, հիմա Հարավային Կովկասում, պես պայմանական ասեմ, ուժային վակուումի այսպես շատ մոտ իրավիճակ է, ինչի եմ ասում այդպես, տեսեք, Ռուսաստանը հիմնականում զբաղված է ուկրաինական ճակատով։ Իրանը դոմինանտության համար թույլ է։ Թուրքիան այսպես այդ սիրիական գամբիտը, որ ստեղծեց, հիմնականում թաղված է այնտեղ ու երկար ժամանակ այնտեղից դուրս գալ չի կարողանա, միաժամանակյա, համաժամանակյա խաղ իրանց մոտ անել չի ստացվում։ Միացյալ Նահանգները ինքն իր ձեռքով վերացնում է ազդեցության այն գործիքները, որ ինքը ուներ։ Միացյալ Եվրոպան դեռ առանձին ռազմաքաղաքական միավոր չէ, այսինքն Հարավային Կովկասում այսպես շատ հեղեղուկ վիճակ է ստեղծվել։ Հիմա այս հեղեղուկ վիճակը վտանգներ իր մեջ պարունակում է, թե ոչ, որովհետև ասենք նույն Ալիևը վաղը մյուս օրը եթե հասկանա, որ ստատուս քվո է փոխվում, ենթադրենք, չի կարողանում հասնել իր ուզածին, փորձի այլ տարբերակով գնալ։ Գիտեք, Ալիևը միշտ էլ պատրաստ է այլ տարբերակով, բայց նաև ուշադիր հետևում է։ Զորավարժությունները Իրանի հետ դա ազդակ էր, մեսիջ էր, ոչ թե մեր կողմից, Իրանի կողմից, որ նայ այդ սահմանը անձեռնխելի է հայ-իրանական, կփորձես պատասխան կստանաս։ Եվրոպական դիտորդների լինելը դա էլ զսպիչ մեխանիզմ է։ Եվրոպացիք ինչ է դասում, մենք ամեն ինչ տեսնում ենք, մենք անզեն ենք, բայց ամեն ինչ տեսնում ենք ու դուք գիտեք զեկույցների մասին փակ, մեկ հասնում է մեզ ինֆորմացիան, նորից եվրոպացիք ասում են, որ հայերը ճիշտ են, Ադրբեջանն է օդ, բայց կրակում է։ Դες անընդհատ եվրոպացիք ճիշտ ինֆորմացիա տալիս են։ Ուրեմն Ալիևը
իմ կարծիքով մտածում է, եթե կարողանալ հարցակվել, ինձ հավատացեք, ոչ ոք էլ չէր սպասի կհարցակվեր։ Ինքը հասկանում է, որ այն վիճակը չի, որը կար 3 տարի առաջ, բացի դրանից Հայաստանի ռեֆորմները բանակում գնում են, մենք խելքի ենք գալիս, մենք չենք ուզում հարցակվել, բայց մասամբ կարողանանք էֆեկտիվ նույնիսկ պաշտպանվել, եթե լինի լոկալ հարված 100%-ով կպաշտպանվենք, եթե մեծ ինչ-որ բան սկսի Ադրբեջանը, այդ ուրիշ խնդիր է, բայց իմ կարծիքով մեծ պատերազմ չի համարձակվի Ադրբեջանը, բայց նույնիսկ լոկալ հարվածների 10 անգամ իրանք կմտածեն։ Նորից կրկնում եմ, Իրանի գործոնը կա, համատեղ զորավարժություններ Հայաստանի հետ, կա Եվրոմիության դիտորդների գործոնը ու Թուրքիան, ճիշտ է, այդպես միանշանակ պատրաստ չի աջակցելու, եթե ավանտյուրայի Ալիևը գնա։ Ռուսաստանը թույլաtsած է։ Ռուսաստանը, եթե նկատել եք, մեծամասամբ օգտագործում է Կովկասում փափուկ ուժը։ Այդ հիբրիդային պատերազմ, ինչ որ ֆեյքեր տարածելով, նարատիվներ, այդպես է աշխատում։ Շատ շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ, գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։